Բարի երեկո, օր լրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Արցախի էներգետիկ համակարգի անկախության իրականացման ուղղված քայլերը շարունակվում են։ Հերթական կարևոր ձեռնարկը Շահումյանի շրջանում է։ ԼՂ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրավիրել է հերթական նիստը։ ԵԱՀԿ առաքելություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի ուղղությամբ։ Որոնք են ԵԱՀԿ գործող նախագահ Ավստրիայի արտաքին գործերի նախարարի նախագահության հիմնական առաջնահերթությունները։ Ապրիլին ադրբեջանական զինուժի թիրախում հայտնված դպրոցում հրետակոծության հետքեր այլևս չես գտնի։ Մատաղիսում խոսում են ոչ թե պատերազմի, այլ դասերի եւ առաջադիմության մասին։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ քաղաքական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են մեր հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող ջերմաջուր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախագահը նշել է, որ էներգետիկայի ոլորտի զարգացումը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի առանցքային հիմքերից մեկը եւ կարևոր ծրագրերը շարունակվելու են։ Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։ Երկրի տնտեսական առաջընթացի եւ բարգավաճման գրավականն է նաեւ զարգացած ապահով եւ հուսալի էներգահամակարգ։ Արցախի էներգետիկ համակարգի անկախության իրականացման ուղղված քայլերը շարունակվում են։ Հերթական կարևոր ձեռնարկը Շահումյանի շրջանում է։ Կատարված աշխատանքներին հանրապետության նախագահը անձամբ է ծանոթանում։ Մասնավոր հատվածի ներգրավման ու կառավարության աջակցությամբ հավակնոտ ծրագրի մի մասը ջերմաջուր հիդրոէլեկտրակայանի միջոցով է իրագործվելու։ Արցախի հանրապետությունն այլևս էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, պոտենցիալը մեծ է, իրականացված քայլերը համարժեք։ Մեր պոտենցիալը շատ մեծ է, Շահումյանի շրջանում Լև գետի մենք ունենք Զուարի ուղղությամբ Զուար գետի պոտենցիալի հնարավորություն, Դարդարի ընդհանուր մեծ գետի վրա հնարավորություններ ունենք նաև Հոչազ գետում, Քաշաթաղի շրջանում, ունենք հնարավորություններ Սարսանք Մադաղիս հատվածում, Թարթար գետի վրա ջրավարից ներքև, այսինքն այդ բոլորը փուլ առ փուլ կյանքի է կոչվել, այն որ այս տարի ընդհանուր առմամբ մինչև 35 մեգավատ հզորությամբ հեկերին շահագործման հանձնելու գումարային եւ որը ավելին է քան վերջի 10 տարիներին կառուցվածը, դա արդեն իսկ առապացույց է, որ ծրագիրը իր էֆեկտը ունի արդեն։ Ջերմաջուր հիդրոէլեկտրակայանը 12 մեգավատ դրվածքային հզորություն կունենա եւ տարեկան 70-ից 80 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա կարտադրի։ Դա մոտավորապես Արցախի էլեկտրաէներգիայի սպառման 20-ից 25%-ն է կազմում։ Սամվել Իսախանյանը 4 ներդրողներից մեկն է, իր մասնակցությամբ թերևս ամենահաջող բիզնես պրոյեկտն է համարում։ Հիմքում միայն շահույթը չէ։ Ըստ ծրագրային պլանի ներդրումների հետ դարձի ժամկետը մոտավորապես 3-ից 4 տարի, որը բիզնեսի ծրագրում իմ կարծիքով նորմալն է։ Գեղեցիկ բնության, որը միաժամանակ հետաքրել է մեզ, եւ բնությունն հետաքրել, եւ միաժամանակ ծրագիրը որպես բիզնես ծրագիր, որը միաժամանակ գորգոր խոսակցություն չլի եւ հայրենասիրական մեծ ներդրում, որը պետք է մեր հայրենիքին հզորացման համար։ Երկար ժամանակ չի պահանջվել, որ գործարար հատվածի այս նախաձեռնությանը կառավարությունում հավանություն տան։ Արայիկ Հարությունյանը նշում է ներդրողների աշխարհագրական ընդգրկվածությունը։ Գործադիրի ճկուն քաղաքականությունն էլ փաստենք ինքներս։ Ներդրողները բոլորն էլ մասնավոր ընկերություններ են, կառավարությունը ընդամենը ստեղծել է հնարավորություն, պայմաններ, աջակցություն բոլոր առումներով, ներդրողները Ղարաբաղից, Հայաստանից, արտերկրից ընկերություն է, որոնք իրականացնում են այս պրոյեկտը։ Վերջի տարիների կառուցող ամենախոշոր հզորությամբ հիդրոէլեկտրակայանն է եւ ամենակարևորը, որ կառուցվում է Շահումյանի շրջանում, Քարվաճառում, եւ նաեւ հնարավորություն եղավ իրականացնել
մեր օղակաձև բարձրավոլտ էլեկտրական գծերի կառուցման շնորհիվ եւ շարունակական է լինելու այսօր նախատեսում այստեղ եւս մի քանի փոքր հիդրոէլեկտրակայաններ եւ շրջանի զարգացման համար իր ուրույն տեղն է ունենալու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 1 տարի առաջ։ Մասնագետները հանրապետության նախագահին վստահեցրել են, որ առաջին տուրբինը գործի կդրվի ընդամենը 20-25 օրից։ Այս դեպքում է, երբ գործն իսկապես վախենում է վարպետից։ Մինչ հանրապետության նախագահը կլիներ շինհրապարակի մյուս հատվածներում, առաջատար մասնագետները հասցրել են սարքավորման տեղադրման աշխատանքը ժամանակից շուտ ավարտել։ Գլխամաստում ջրառը կառուցվածը, խողովակաշարի կառուցումն ընթացքի մեջ։ Գործին կցված են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից ժամանած խումբը, այլև Չեխիայից հրավիրված մասնագետը։ Տեղադրման աշխատանքներին մասնակցում է շատ մեծ խումբ։ Հիմա հենց հիմա Չեխիայից ներկայացուցիչ կա, որը օգնում է մեր միավորումից տղաները եկել են, մեխանիկները, էլեկտրոնշիկները եւ հույսով ենք, որ մոտակա 20-25 օրվա մեջ արդեն այս առաջի տուրբինը կսկսի աշխատել եւ կտա մոտավորապես 3-7 մեգավատ հզորություն։ Ջերմաջուրը առաջատար դիրք է զբաղեցնում այսօր կառուցվող նման հեկերի շարքում։ Հեկերի շինարարության մեջ մասնագիտացած, երկար տարիների փորձ ունեցող մասնագետը թեթևացած է շունչ քաշում։ Գրիգոր Գաբոյանին այս նախագիծը տպավորել է ի սկզբանե, ապա ոգևորել։ Այսօր, երբ աշխատանքներն ավարտական փուլում են, հպարտության զգացում ունի։ Ամենաառաջնակարգը, որովհետև սա նախ Հայաստանում կառուցված վերջի տարիներում փոքր հեկերից ամենամեծն է։ Մենք միջև հիմա չենք ունեցել 12 մեգավատ, շուրջ 12 մեգավատանոց կայան, սա առաջինն է։ Երկրորդը նա բարձր ճնշումային հիդրոկայան է, մոտ 500 մետր ջրի սյան ճնշում ունի եւ համապատասխանաբար շատ բարդ եւ շատ բարձրակարգ սարքավորումներ է տեղադրված, որ խուսափել որևէ խոթաններից եւ վտանգավոր սիտուացիաներից։ Փոքր հեկերը էկոլոգիական տեսանկյունից համարվում են էլեկտրաէներգիայի արտադրման շատ ավելի մաքուր աղբյուրներ։ Ջերմաջուր կայանի կառուցման համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների մեջ էկոհամակարգային մոտեցումը խիստ ընդգծված է։ Կոնկրետալ հեկի եւ ընդհանրապես բոլոր նմանատիպ կառույցները անցնում են բնապահպանական փորձաքննություն եւ նույն այս հեկի կառուցման նախագիծը անցել է բնապահպանական փորձաքննություն, ստացել է դրական եզրակացություն եւ էկոլոգիական ոչ մի խախտում տվյալ պարագայում չկա, ջրի հոսքի ազատ հոսքի մասը թողնվում է գետի ապրող կենդանիների եւ ընդհանրապես էկոլոգիայի սանիտարահիգիենիկ նորմաները պահպանելու համար։ Կարևոր մեկ այլ հանգամանք, որն առնչվում է Շահումյանի շրջանի այս հատվածի աշխուժացմանը, հեկի շինարարության արդյունքում ճանապարհային ենթակառուցվածքներն են արդիականացել, հասնել ամենապահանջված հանգստավայրերից մեկը զբոսաշրջիկի համար այլևս խնդիր չէ։ Պրոյեկտի հաշվին զարգացավ այստեղի ենթակառուցվածքը, ջրային, ճանապարհային, այսօր մենք հնարավորություն ունենք այցելելու մեր պատմական տարածքները շնորհիվ այս ընկերության, որտեղ միջև այդ չկար ճանապարհ, չկար հնարավորություն եւ նաեւ կարող ենք օգտագործել զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Առաջիկայում սակայն այս տարածաշրջանի գլխավոր իրադարձությունն այս նոր հեկի գործարկումը կդառնա, պատասխանատուների խոսքով 2 ամիս անց։ Սամվել Բալայան, Ժան Հարապետյան, օր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրավիրել է հերթական նիստը, հայտնել են ազգային ժողովի մամլոյցարայությունից։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է, մինչ այս պահ հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը եւ ներկայացրել հետագա անելիքները։ Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ազգային ժողովի լիագումար նիստում ընդմիջվել են սահմանադրության նախագծի քննարկումները եւ պատգամավորներն ու խմբակցությունները հնարավորություն են ստացել մինչև հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ եւ դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Աշոտ Ղուլյանի խոսքով հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն եւ դիտողություն։ Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները, ընդգծել է Աշոտ Ղուլյանը։ Հանձնաժողովի անդամներն այնուհետև անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո ըստ պատրաստվածության նախանշվելու են հետագա քայլերը։
Հունվարի 11-ին եւ լույս 12-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ։ Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Արցախի հանրապետության իշխանությունների հետ ձեռբերված պայմանավորվածության համաձայն այսօր ԵԱՀԿ առաքելություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի ուղղությամբ Աշեղը Վայսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Գրասինեկի աշխատակից Պետր Սվետբերգը Շվեդիայից եւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը Ավստրիայից։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկում իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Դաշտային օգնական Խրիստո Խրիստովը Բուլղարիայից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլլերը Մեծ Բրիտանիայից եւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ մայոր Ջավիդ Էլյասը։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Դիտարկման առաքելությանը Ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները։ ԵԱՀԿ գործող նախագահ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացրել իր նախագահության հիմնական առաջնահերթությունները։ Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է 2000 թվականից այս կողմ արդեն 3-րդ անգամ ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը եւ նպաստել ԵԱՀԿ տարածքում անվտանգության եւ կայունության հաստատմանը։ Նա առանձնացրել է Ավստրիայի նախագահության 3 հիմնական առաջնահերթություն՝ նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների թուլացմանը, միավորել ուժերը ռադիկալիզմի եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարում, մասնավորապես երիտասարդների շրջանում վերահաստատել վստահությունը։ Մեր նպատակն է ԵԱՀԿ ամբողջ գործիքակազմի միջոցով հասնել Եվրոպայում անվտանգության եւ կայունության հաստատմանը։ Մենք պետք է աշխատենք մեր հասարակություններում կանխելու բռնի ծայրահեղականությունը, ասել է Կուրցը։ Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր նա առաջնահերթությունների շարքում նշել է նաեւ մեդիայի եւ կրոնական խմբերի դավանանքի ազատության, ինչպես նաեւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։ ԵԱՀԿ-ն անգամ ամենաբարդ իրադրության պայմաններում անդամ բոլոր երկրներին առաջարկում է լինել երկխոսության եւ քննարկման տարածք, հայտարարել է Կուրցը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Միսկի խմբի միջնորդական առաքելությանը եւ մտահոգություն հայտնել հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ, տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը։ Անդրադառնալով 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Չինարի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձին Յագլանդը հորդորել է կողմերին հարգել հրադադարի ռեժիմը։ Սահմանամերձ մատաղիսում փորձում են մոռանալ ապրիլյան պատերազմի օրերը ադրբեջանական զինուժի թիրախում հայտնված դպրոցում վերացրել են հրետակոծության հետքերը։ Շինարարական միջամտություն իրականացվել է Հայաստան համայնքական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով։ Կրթօջախում հիմա աշխատանքներ են տարվում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Պաշտպանիչ պարագաներով դպրոցին աջակցել է Կարմիր խաչի Արցախյան գրասենյակը։ Ապրիլյան պատերազմի մասին Մատաղիսի դպրոցում հիմա ոչինչ չի պատմում։ Հրետակոծված շենքը վերանորոգվել է Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ։ Փոխվել են կրթօջախի դռներն ու պատուհանները, սալիկապատվել միջանցքները, այնպես որ դպրոցում խոսեն ոչ թե պատերազմի, այլ դասերի ու առաջադիմության մասին։ Ամբողջությամբ դպրոցի երկու կողմի հատվածները ապակիներ, դռները ջարդվել էին, բայց Փառք Աստծո ասորվադրությամբ Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով դպրոցը նորից վերանորոգվել է եւ բավականին մեծ աշխատանքներ կատարվել, դուք ինքներդ տեսաք, ամբողջ միջանցքները սալիկապատված էին, դռները փոխվել են, ուսամուտները փոխվել են եւ դրսից արտաքին արտադրման աշխատանքներ ա կատարվել։ Դպրոցի տնօրենի խոսքով Մատաղիսի բնակիչներն այստեղ վերահաստատվել են կարճ ժամանակում, ընդմիջումից հետո եզրափակել են ուսումնական տարին ու նոր եռանդով սկսել նորը։ Ապրիլյան առճակատումը սահմանամերձ յուղի կրթօջախում շատ բան չի փոխել, գործում են բոլոր դասարանները, որտեղ սովորում է 87 աշակերտ, փոխարենը կրկնապատկվել է մանկավարժների աշխատանքը, սթրեսները մոռանալ է պետք։ Հաճախումները նորմալ կատարվում է, սովորողը միշտ էլ սովորում է, դա կապ չունի
ինչ իրավիճակ է եղել, մեկ է սովորող երեխաները սովորում են, բայց բոլոր դեպքերում հետևանքը երեխաների ամեն մի շարժի վրա երևում է, զգացում է։ Դասով զբաղված ենք, թեկուզ դրսում մեքենայի դուռը մի հատ շղթում է, երեխաները արդեն լարում են, անցուդարձի վրա, որ գալիս շարժը կա, թեկուզ թալիս այդ անցուդարձի մեքենաները, երեխաները միշտ մտածում են կարող է ինչ-որ մի բան կա։ Սթրեսները մոռանալու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց ժամանակն անզոր է մոռացության տալու կորուստները։ Միջնակարգի հուշատախտակում ավելացել է համագյուղացի Հրանտիկ Ղահրամանյանի նկարը։ Դպրոցում գիտեն բոլորը, զինծառայողը զոհվել է մարտական խնդիր կատարելիս։ Սա հայրենասիրության լավագույն դասն է, որը սերտում են աշակերտները։ Նրանք կրակային պատրաստությունից ստանում են բարձր գնահատականներ, դրան զուգահեռ մշտապես գիտակցում, որ ապրում են սահմանամերձ գյուղում։ Քաղաքապաշտպանության պլանի համաձայն միջոցառումները կազմակերպվում են, երեխաները գիտեն ահազանգը ինչպես գործեն, ապաստարանները երևի կատարելագործվի, պլանում կա, որ պիտի կատարելագործվի, մի քիչ թերություններ կա, կվերացնի դա։ Սահմանամերձ մատաղիսում ապրիլյան պատերազմն առաջ է քաշել անելիքների մի ամբողջ շարք։ Առաջինը երեխաների անվտանգության հարցն է, որի ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են։ Այս ուղղությամբ դպրոցին աջակցել է Կարմիր խաչի Արցախի գրասենյակը։ Աշխատանքներ այսօր էլ կատարվում են անվտանգությունը ապահովելու համար, օրինակ Կարմիր խաչի կողմից այսօր մեր ամբողջ պատուհանները պետք է պոլիէթիլենային թաղանթով պատվեն, որը ասենք նման դեպքերում թույլ չտա, որպեսզի ապակիները, փշրված ապակիները, ասենք ինչ-որ երեխաներին վնասեն, բացի դրանից ապաստարանների բարելավման հարցը բարձրացված համոզված ենք եւ այդ աշխատանքները արդեն ընթացքի մեջ են, մեր կառավարությունը ամեն ինչ կանի, որպես մեր երեխաների անվտանգությունը ապահովի։ Մատաղիսի միջնակարգ դպրոցն ադրբեջանական ագրեսիայի թիրախում էր հայտնվել հենց ապրիլի 2-ի առավոտյան։ Առաջին արկը բավական էր, որ կրթօջախում չսկսեին պարապմունքները։ Մինչև ապրիլի 27-ը կրթօջախի տարածքում պայթել է 6 արկ։ Բարեբախտաբար դպրոցի տարածքում զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար եւս 180 լրագրողի ներառել է սև ցուցակում, Ինտերֆաքսի փոխանցմամբ այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Սև ցուցակում ընդհանուր առմամբ 623 մարդ է ընդգրկված։ Նշում է, որ ամենից հաճախ Լեռնային Ղարաբաղ են այցելել ռուս, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի եւ ամերիկացի լրագրողները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլոքարտուղարը գործակալությանը հայտնել է նաեւ, որ ներկա պահին գերատեսչությունում ուսումնասիրում են ինդոնեզիական Տեմպո ամսագրի ներկայացուցիչ Ֆամեգա Պուտրի Ղարաբաղ կատարած, այսպես ասած, անօրինական այցի հետ կապված գործը։ Թուրքիայի ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվել են ծեծկրտուքով սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող Քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցության անդամները գրավել են ամբիոնը, ինչին խառնվել են իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչները։ Արդյունքում ընդդիմադիր եւ իշխանական падգամավորները սկսել են բռունցքներով հարվածել միմյանց, նրանցից մի քանիսը վիրավորվել են։ Իշխող կուսակցության փոխնախագահի անգամ քիթն է կոտրվել։ Վնասվել է հիմնական ամբիոնը, որը հիմքից փոկվել է։ Նոր սահմանադրության նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում նախագահի լիազորությունների մասով։ Մասնավորապես նոր նախագծով նախագահը կկարողանա անձամբ գլխավոր նախարարների կաբինետը կամ միանձնյա վարչապետ նշանակել։ Բացի այդ, նախագահի անմիջական ենթակայությանը կանցնեն զինված ուժերն ու հատուկ ծառայությունները։ Սլովակիայում անցկացվող ամենամյա լուսանկարչական մրցույթի սև սպիտակ լուսանկարների ազատ թեմայով բաժնի ոսկի մեդալակիր է դարձել Լիբոր Շպիմրը Հայաստանում ու Արցախում կատարած լուսանկարների համար։ Մրցանակը ստանալուց հետո օրեր ամսագրին տված հարցազրույցում Լիբորն ասել է, որ այս մրցանակի համար խորապես շնորհակալ է ոչ հայ ժողովրդին ու մարդկանց, ովքեր հատկապես Արցախում աջակցել են իրեն լուսանկարելու այն, ինչ ներկայացվել է մրցույթին։ Լուսանկարիչը նաև հայտնել է, որ ցանկություն ունի իր ոսկե մեդալը փոխանցել Արցախին։ Նշեմ, որ Լիբոր Շպիմրը նաև Հայաստանի ու Արցախի մասին փաստավավերագրական երկու ֆիլմի հեղինակ է։
Չինաստանի Հնան գավառում 750 կիլոգրամ քաշով խոզը հաղթել է երկրի ամենախոշոր խոզի տիտղոսի մրցույթում, հայտնում է People's Daily-ը։ Կենդանու երկարությունը 2 մետր 10 սանտիմետր է, բարձրությունը 1 մետր 50 սանտիմետր։ Մրցույթը կազմակերպել է տեղի ֆերմերների ասոցիացիան։ Հաղթողի տերը Չժանը խոզին խնամում է 3 տարի։ Նրա խոսքով նա շատ է ուտում եւ հասել է կովի չափերի։ Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանում 20 մետրանոց ջրամբարը սաստիկ ցրտի պայմաններում սառել եւ վերածվել է բնական սառցե արվեստի գործի։ Բնական սառցե ամրոցը տեսնելու համար Վանից ու մոտակա շրջաններից շատերն են հասնում այնտեղ։ Նշենք, որ Վանում անցյալ շաբաթ գրանցվել է 20 աստիճան ցուրտ եղանակ։ Թուրքիայում սաստիկ ցրտի եւ ձյան աննախադեպ տեղումների հետևանքով շարունակում են փակ մնալ երկրի 11 նահանգների դպրոցները։ Այսքանը դուք դիտում եք օրցերագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն առանց տեղումների եղանակը վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հյուսիս-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 1-ից 5 աստիճան ցուրտ, ցերեկը 5-ից 10 աստիճան տաքություն։